Քննարկում ենք հարց համար 27-ը Վարչաֆեստ 2026 երիտասարդական երաժշտական մրցույթ փառատոնի վերաբերյալ զեկուցող կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան։ Համեցեք Տիկին Անդրեասյան։ Շնորհակալություն մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, կառավարության քաղաքականության առաջնահերթություններից է մշակույթի եւ մշակութային կյանքի ապակենտրոնացումը, ինչպես նաեւ բոլոր հնարավոր գործիքակազմերով ստեղծագործականության խթանումը եւ Վարչաֆեստ 2026 երիտասարդական երաժշտական մրցույթ փառատոնը, որը նախատեսվում է դարձնել ամենամյա, ունի հենց այդ առաքելությունը նպաստել մեր երիտասարդների ստեղծագործականության բացահայտմանը եւ տաղանդի դրսեւորմանը, ինչպես նաեւ նպաստել զբոսաշրջության, մշակութային կյանքի զարգացմանը, կազմակերպելով Սևանա լճի ափին այս երաժշտական մրցույթ փառատոնը։ Այս տարի մրցույթ փառատոնը նախատեսում ենք անցկացնել օգոստոսի 21-ից 22-ը, ինչպես արդեն նշեցի, Սևանա լճի ափին նախատեսում է, որ կօգտագործվի նույն տարածքը, որը օգտագործում է նաև Սևան Ստարտափ Սամիթի շրջանակներում, քանի որ այստեղ արդեն իսկ առկա են որոշակի ենթակառուցվածքներ եւ տարածքը հարմարեցված է մեծ ծավալի միջոցառումների կազմակերպման համար։ Կարևոր է, որ նախատեսել ենք այնպիսի տեխնիկական լուծումներ, որոնք կապահովեն թե որակյալ հնչողություն եւ թե նաեւ շատ մեծ դիտողականություն եւ վստահ ենք, որ այս ուրեմն մրցույթ փառատոնի անցկացումը կկարողանա ամենամյա ավանդական մի իրադարձություն ձևավորել, որը մեր մշակութային կյանքի եւ երիտասարդական նաեւ կյանքի անբաժանելի մասը կդառնա։ Պետք է ասեմ, որ նախապատրաստական աշխատանքները արդեն իսկ սկսված են։ Մրցույթ փառատոնի շրջանակներում հայտ է ներկայացվել շուրջ 100 բենդ եւ պետք է ասեմ, որ աշխարհագրությունը ներառում է Հայաստանի բոլոր մարզերը, Երևանը, ունենք նաև հայտեր Կանադայից եւ Ավստրիայից։ Մասնակիցների ընտրությունը կկատարվի պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից եւ մենք կունենանք 2 փուլով ընտրություն միջև վերջնական փառատոնը։ Առաջին փուլում, որը արդեն իսկ ընթացքի մեջ է եւ նախատեսում է, որ վաղը կամփոփենք, մասնակիցները ընտրվում են առցանց ուղարկված տեսաձայնագրությունների հիման վրա։ Երկրորդ փուլ անցած 50 բենդերի լսումները կանցկացվեն մարզերում եւ Երևանում, նախատեսում ենք դա իրականացնել օգոստոսի 5-ից 11-ը, 11-ին կամփոփվեն արդեն եւ միջև 20 բենդներ, որոնք կլինեն այս երկու ուրեմն փուլերի արդյունքում լավագույն գնահատվածները, կունենան հնարավորություն մասնակցելու օգոստոսի 21-ից 22-ը նախատեսվող վերջնական մրցույթ փառատոնին եւ իհարկե ձևաչափը մեծ հնարավորություն է տալիս, որպեսզի նաեւ վրանային ճամբար գործի եւ սա կնպաստի, որպեսզի մասնակիցները նախապես ժամանեն ինչպես իրենց փորձերը իրականացնելու, այնպես էլ միմյանց հարաբերություններ ձևավորելու, գուցե նաև նոր գաղափարներ եւ ստեղծագործական ծրագրեր քննարկելու։ Բնականաբար ամբողջ տարածքը բաց է լինելու քաղաքացիների համար եւ մենք նախատեսում ենք, որ նաև 30 տաղավարներ կունենանք, որտեղ կներկայացվի մարզի տնտեսվարողների արտադրանքը, սա կնպաստի նաև, որպեսզի փառատոնը ունենա զգալի տնտեսական ազդեցություն տարածաշրջանի զարգացման համար, ինչպես նաև զբոսաշրջության տեսանկյունից նախատեսում ենք, որ ավելի քան 3000 մարդ կայցելի այս փառատոնին եւ դա հնարավորություն կտա նաեւ Սևանա լճի ափին ունենալ ուրեմն նոր իրադարձություն, որը տարածաշրջանի զարգացման համար էլ լավ հարթակ կլինի։ Արդեն նշեցի, որ ամենամյա ենք նախատեսում լինի, վերջնական հաղթողները կընտրվեն ինչպես պրոֆեսիոնալ ժյուրիի, այնպես էլ ներկա հանդիսականների քվեարկության միջոցով։ Մրցանակային ֆոնդ ունենք, որը կազմում է 10 միլիոն դրամ, գլխավոր մրցանակի առաջին, երկրորդ, երրորդ տեղերի համար նախատեսված եւ բնականաբար արված է ամբողջ նախապատրաստական աշխատանքը, որպեսզի փառատոնը պատշաճ կազմակերպենք։ Խնդրում եմ հաստատել։ Շնորհակալ եմ Տիկին Անդրեասյան։ Հարգելի գործընկերներ, ընդհանրապես քաղաքական ազատությունները եւ ժողովրդավարությունները ունենում են կարևոր էֆեկտներ եւ դրանց էֆեկտներից մեկը ստեղծագործականության զարգացումն է, այդ թվում երիտասարդության շրջանում։ Մենք վաղուց արդեն բավական երկար ժամանակ ես իմ մոտ հարց է ծագում, թե ինչու երիտասարդության շրջանում ստեղծագործականության ալիքաձև զարգացում մենք չենք տեսնում, այլ ընդհակառակը իմ կարծիքով տեսանելի չէ ստեղծագործականության զարգացումը եւ մենք տենց քայլ-քայլ ենք եկել այս ճանապարհին։ Սկզբից օրինակ ես ուզում եմ այդ ճամփորդության մասին ձեզ պատմել։
Օրինակ, սկզբից երբ որ մենք գնում էինք դպրոցների բացման, տարբեր միջոցառումների եւ այլն, իհարկե այդ պատմությունը գիտեք, ինչպես է, որ մենք որոշեցինք, որ Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը այլևս ձայնագրությամբ չենք օգտագործելու պետական միջոցառումներին, դա ուրիշ պատմություն է, բայց երբ որ այդ թվում դպրոցներում երեխաները սկսում էին կատարել, նախ ինձ համար ակնհայտ էր, որ դա այդքան էլ մեր դպրոցներում տարածված բան չի երգելը եւ երաժշտության հետ առնչվելը եւ շատ ծանոթ երևույթ չէ, ել չեմ ասում երգչախմբային կատարմամբ։ Հաջորդը, որ ես նկատեցի, որ նույնիսկ այս իրավիճակում հիմնականում, այսինքն ես չես նկատում առաջի 1 2 3 մեկ էլ տերմես մենակ աղջիկներ են։ Հարցածախում մի րոպե, ինչ են մենակ աղջիկներ։ Հետո եկանք հաջորդ տարբեր փուլերում, երբ որ վարչապետի գաված սպորտային, թենիս, հեծանիվ, այդտեղ հարց առաջացավ, իսկ ինչու մենք երեկոյան չենք հրավիրում աշակերտների, ովքեր կարող են երգել, նվագել եւ այլն եւ այլն եւ այդպես շարունակ։ Հետո մենք եկանք ավելի այլ եզրակացության, որ հեղինակային երգի փառատոն է պետք կազմակերպել, այդ ամեն ինչը անում ենք, բայց այդ ամեն ինչը կոնկրետ ինձ բերեց այն եզրակացության եւ նաեւ իմ դիտարկումները, օրինակ Հայաստանում ինչի այսօր Հայաստանում երաժշտությունը գոյություն ունի այսպես ասած կոնվենցիոնալ երաժշտություն միայն, պրոֆեսիոնալ։ Մարդ ով որ երգիչ է, ինքը որոշել է զբաղվել ինքը երգիչ է, երգով վաստ։ Իսկ ինչի Հայաստանում ինքնագործ խմբեր չեն ձևավորվում։ Ու իրանց դպրոցում, իրանց միջավայրում, որովհետեւ մեծագույն խմբերը երաժշտության պատմության ձևավորվել են որպես ինքնագործ խմբեր։ Ինչի Հայաստանում այդ process-ը չկա։ Իհարկե չեմ թաքցնի, այդ հարցը ավելի բան ծագեց իմ մոտ, երբ որ ես ինքս վարչաբենդ այդ անունը բանի համացանցի օգտատերերի բանով մատուցմամբ այդ մեր երաժշտական խմբին կամ փորձին կամ պրոյեկտին այս հարցերի շուրջ մտածել, հետո հասկացա, հետո հիշեցի, որ մենք մի քանի անգամ քննարկել ենք նախագիծ երիտասարդության ոլորտում մեր ռազմավարությունը, այդ նախագծերը ես օրինակ ինձ բան չեն թվացել, համոզիչ չեն թվացել եւ եկանք այն եզրակացության, որ կառավարությունը եթե չկա դա այս ժողովրդավարության ու ազատության պայմաններում մեզ պետքա խթանել դա, դարձնել ինչ որ կենտրոնական պրոյեկտ եւ խթանել, որպեսզի ձևավորվեն խմբեր, մոտիվացիա առաջանա եւ այստեղից է ցակել նաեւ անունն էլ կապված է նրա հետ, որ ի սկզբանե վարչաբենդի շրջանակում ենք բարձում, բայց հետո հասկացանք, որ ինքը գաղափարը այնպիսին է, որ առանց ավելի մեծ գաղափար է պետք, որովհետեւ հակառակ դեպքում կմնա տնայնագործական մակարդակի վրա եւ հիմնական նպատակը սա է։ Մեր հիմնական նպատակը սա է, որ մրցանակային ֆոնդը եւ երկօրյա լավ երիտասարդական որակյալ ժամանցը, որպեսզի մենք նաեւ այդ ենք ասել, կարող են մի քանի պատանիներ, երիտասարդներ, ընդ որում տարիքային շեմ ենք սահմանել, 13-ից 33 տարեկան, խմբերն էլ պետքա նվազագույնը 3 հոգուց բաղկացած լինեն, եւ մարդիկ հիմա կարող են ձևավորել խմբեր եւ այսինքն ստեղծագործականությունը խթանել։ Ընդ որում ես ուզում եմ այս նախագիծը կապել մեր ուրիշ մի նախագծի հետ։ Մենք նախընտրական ծրագրում ունենք առաջիկայում 100 երաժշտական արվեստի սպորտային դպրոցներ, սա ալարիվ առանձին խաղահրապարակներից եւ 300 դպրոցներից դուրս, որովհետեւ սա մենք պետքա երաժշտական դպրոցներ ունենանք, ընդ որում բարձրորակ երաժշտական դպրոցի համար բարձրորակ երաժշտական գործիքներ ապահովեն եւ ուզում եմ հիշեցնել, որ մենք ունենք ի վերջո նախագիծը ակադեմիական քաղաքում արվեստների ավագ դպրոց ստեղծելու, որտեղ արդեն այստեղ դրսևորվածներին մենք կօգնենք, կաջակցենք, որպեսզի նրանք ավելի բարձր մակարդակի հասնեն։ Իհարկե, այս տարի առաջին տարին է եւ քննարկելով ի սկզբանե որպես փոքր ինչ որ բան, մենք հիմա ստացել ենք բավականին մասշտաբային մի նախագիծ։
ամբողջ օրը օգոստոսի 22-ի մասին է խոսքը, օգոստոսի 21-ից արդեն կսկսեն ժամանել, այնտեղ նաև շատ խորհրդանշական գներով ստարտափի մեր գործընկերները շնորհակալ ենք նաև վրաններ կտրամադրեն խորհրդանշական գներով, այլ ծառայություններ կլինի, այդտեղ մարզական խաղեր կլինեն տաղավարներ եւ այլն տարբեր սննդի վաճառք եւ այլն, բայց հիմնական նպատակը կլինի ունենալ այդ փառատոնը եւ ունենալ հաղթողներ եւ ունենալ մրցանակային ֆոնդ, կլինի գլխավոր մրցանակ, առաջին մրցանակ, երկրորդ, երրորդ մրցանակ եւ այսպես շարունակ եւ հաղթողը կորոշվի պրոֆեսիոնալ ժյուրիի եւ այդ պահին ներկա հանդիսատեսի քվեարկության արդյունքներով։ Եվ ելի եմ ասում, ես այս նախագիծը շատ կարևոր եմ, շատ եմ մտածել, արդյոք արժի կառավարությանը մտցնել կամ կառավարության ներգրավմամբ այս պրոյեկտը իրականացնել եւ ինչքան մտածել են ու այնքան ավելի համոզվել են, որ սա ունի առանցքային նշանակություն։ Տեսեք, մենք շատ խոսում ենք քրեական մշակույթի դեմ պայքարի մասին։ Հասկանում եք, այն տղան, որ ասենք բանա նվագում, սոլո կամ բաս գիտարա նվագում, հավանականությունը, որ քրեական ենթամշակում կամ ասենք ֆլեյտա, չգիտեմ, ցանկացած գործիք Չնայած գործիքներ կան, որ կարող ավելի շատ հարվածայինները, չէ, հումոր է իհարկե, կարող լինի նաև բաս գիտար կամ սոլո գիտար նվագող կամ սաքսոֆոն նվագող, որը քրեական ենթամշակույթ է, բայց մենք այս կոմպոնենտները բաց թողած անընդհատ հետևանքների հետևից ենք, անընդհատ հետևանք։ Մենք պարոն Սարգսյան համոզված եմ, որ մեր բանակում օրինակ ինքնագործ խմբեր կան, չկան։ Ով որ բանա, այդ մանը մեր ինչա կոչվում, էլի բանի տրամաբանության, նվագախմբի տղաները, մեր պատկերացում բանակ, նվագախմբի տղաներ, բաս գիտարը ինչ գործ ունի բանակ, համոթը, նվագախմբի տղաներ պետք է լինի ջուտո, պետք է լինի անպայման դե, առանց ջուտոյի հնարավոր չի։ Մենք հարց այդ քրեական ինչի է Հայաստան, որ սոցիալական բան մի հատ անցկացնեց, կարող է պարզվի որ Հայաստանի տղաների ենթադրենք մի հատ X% ջուտոյա։ Մենք հարց չենք տալու որտեղից էս։ Մենք ենք ամեն նոր ամիսը պարտադիր կիրակի օրվա ամենալավ ժամին է ցույց ենք տալիս։ Որ բանակը պետք է տեն ցնցոտիավոր ջուտո բան, հետո ուրիշ տեղից պետք է գան փրկեն, որ այդ բանակը բան ունենա։ Հասկանում եք, մենք մեզ հետ ինչ ենք անում ընդհանրապես։ Բայց խնդիրն է, մենք ուրիշ բովանդակություն չունենք։ Հո չենք կարող անընդհատ այն բանը ռամկան հերարցակեն գեթերով են, որ այն ձենա հանում։ Ստեղծագործականությունը պետք է խթանել։ Եվ սա երիտասարդության շրջանում եւ մեծերի շրջանում է դա առանձին ուրիշ խնդիր է։ Եվ պետք է որ ստացվի, պետք է որ երաշխիք չկա, բայց պետք է որ ստացվի, որովհետեւ բավարար չափով, այսինքն ինքը օրգանական է ստացվել, նեն չէ՞ էլի որ մի օր զարթնել ենք։ Ես դրա համար հերվից եկա պատմեցի մեր բաները, թե ինչ փուլերով ենք անցել։ Ես մտածում եմ, այս լինի Տիկին Անդրեասյան, մենք անդրադառնանք նորից հեղինական երգի փառատոնը 2 անգամ է, չէ՞, տեղի ունեցել, թե մի անգամ է տեղի ունեցել, Ջերմուկինը 2 անգամ։ Մի հատ անդրադառնանք, եթե այնտեղ էլ շարժ տեսնենք, եթե այնտեղ շարժ տեսնենք, հաճույքով շարունակենք։ Բայց այնտեղ էլ ես տեսնում եմ, որ պետքա մենք լայն ստեղծագործական, որովհետև տենց հատվածականը մենք անդադ նկատի ենք ունենում, որ ինչ որ մի բան կայացած պետք է լինի, մենք հարթակ տանք։ Մենք պետքա վերադառնանք զրոյական կետից խթանման քաղաքականությանը։ Եվ այս հարթակը նաև մյուսներին հնարավորություն կտա համագործակցությամբ ուրիշ ընկերների հետ գալ եւ ներկայանալ։ Համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, ես լիովին համաձայն եմ, որ սա գործընթաց է եւ այնպես չի, որ մենք միանգամից եւ առաջին տարում կունենանք
այդ ստեղծագործականության այն միջավայրը, որը պատկերացնում ենք, որ պիտի լինի մեր երիտասարդների շրջանում, բայց ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրեմ, որ 100 բենդի մասնակցություն ունենք, ինչը էլի հաշվի առնելով, թե մենք գործընթացը երբ ենք սկսել, ինչ ժամանակային շրջանակ ենք ունեցել աշխատելու համար, բավականին լավ ցուցանիշ է եւ ես նշեցի, որ մենք ունենք նաև մասնակիցներ Կանադայից եւ Ավստրիայից եւ պետք է ասել, պարոն վարչապետ, որ տեղի է ունենում հենց ձեր նշած ինքնագործ խմբերի ձևավորումը, որովհետեւ իդեմս այս մասնակցության մենք օրինակ գիտենք, որ Կանադայից գալու են տեղում նաև ներգրավեն խմբում նոր անդամներ եւ այստեղ մասնակցություն ունենան, ինչը նշանակում է, որ արդեն իսկ այս process-ը խթանում է ստեղծագործականությունը եւ այդ իմաստով կարծում եմ, որ արդյունավետության հավանականությունը շատ մեծ է, բայց նաև ուզում եմ հիշեցնել, որ մարզերում երիտասարդական կենտրոնների ձևավորման մեր քաղաքականության մեջ մենք քննարկել եւ համաձայնեցրել ենք, որ ստեղծագործականության խթանումը պիտի ունենա առանձին բաղադրիչ եւ այդ թվում երաժշտությամբ զբաղվելու ու բացի ուղակի ժամանց անցկացնելուց նաեւ իրենց տարբեր նախասիրությունների շրջանակներում այդ թվում երաժշտական տաղանդները դրսեւորելու միջավայրեր պիտի լինեն, որը նաեւ մեր առաջիկա պլաններում է։ Այո, եւ այս գաղափարի 100 խմբերից համոզված եմ մի մասը նոր են ձևավորվել հայտարարությունից հետո։ Եվ որ կարող է այդպիսի բան լինել, նախկինում իմ մտքով չէր անցնի, բայց օրինակ չեմ հիշում երբ էր, այս տարի փետրվարին էր, երբ որ մարզամերգային համալիրում մեր համաժողովի օրն էր կարծեմ, ԿՊ-ի համաժողովի օրը վարչաբենդի միջոցառում նշանակեցինք եւ տենց մի հատ միտք ձևավորվեց, որ ձևավորված երիտասարդական խմբեր եթե կան, ընդամենը օրերի ընթացքում Վանաձորում խումբ ձևավորվեց եւ ընդ որում տարբեր տեղերից բոլորը չէ որ Վանաձորում էին, բայց վանաձորցի էին, եկան հավաքվեցին ուղղակի գալու այդ օրը ժամանակ անցկացնելու եւ այդտեղ գաղափար առաջացավ, որ կարա ձևավորվի պարտադիր չէ, այսինքն խթան պետք է լինի, մերան պետք է լինի, որպեսզի այդ տեղի ունենա եւ բոլոր դեպքերում երիտասարդների համար հարթակա եւ նաեւ կարծում եմ այն համագործակցությունը, որ մենք իրականացնում ենք նաեւ Սևանի ափին այդ տարածքը տրամադրելով եւ ինստիտուցիոնալ լուծում մենք գտանք ժամանակին նախորդ տարի 2 տարի առաջ կամ 3 տարի առաջ ստարտափ հետ կապված նաեւ այդ հարթակը, որ շատ լավ տեղ են ստացել, այսինքն համատեղ ծրագիրը նաեւ ավելի լավ կծառայի։ Շատ լավ, հարցը դրվում է քվեարկության, եթե այլ դիտարկումներ չկան, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումը ընդունված է, հարգելի գործընկերներ,